Պատմաբանները համարում են, որ մոտավորապես 5500 տարվա գրավոր արձանագրված պատմության ընթացքում տեղի են ունեցել մոտ 14-ից 15 հազար պատերազմներ։ 14-ից 15 հազար պատերազմ։ Տարբեր մասշտաբների։ Եթե գումարենք այն շրջանները, որ երկրի վրա ինչ որտեղ պատերազմներ տեղի ունեցել, ապա ստացվում է, որ չի եղել գոնե մեկ օր, որ երկրի վրա տեղի չունենա պատերազմ, զինված ընդհարում։ Որտեղից ուր։ Ուղղակի այնտեղ, որտեղից պետք է սկսեի, նոր եմ սկսել։ Մի օր չի եղել երկրի վրա խաղաղություն։ Տեղային լոկալ պատերազմներ եղել են միշտ։ Վերջին 3500 տարվա գրավոր արձանագրված պատմական շրջաններում ընդամենը 250-ից 260 տարի է, որ հարաբերական խաղաղություն է եղել երկրի վրա։ 6000 տարվանից 250։ Այն էլ ոչ թե ամբողջական, որովհետև լոկալ պատերազմներ, տեղային պատերազմներ եղել են։ Իհարկե եղել են առանցին երկրներ, հիմա էլ միգուցե կան, որ տասնամյակներ կամ հարյուրամյակներ խաղաղ են ապրել, բայց դա չի նշանակում, որ ամբողջ երկիրն է խաղաղ ապրել։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո 1920 թվականի հունվարի 10-ին հավաքվեցին եւ ստեղծեցին ազգերի լիգան, որ նպաստեր աշխարհի եւ ազգերի խաղաղության խաղաղ ապրելու։ Ինչ տեղի ունեցավ։ Չանցած դեռ 20 տարի սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Եվ մարդիկ հասկացան, լավ լիգա չկազմեցինք, բերեք ՄԱԿ կազմենք, միավորված ազգերի կազմակերպություն։ Եվ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո 45 թվականին հիմնեցին միավորված ազգերի կազմակերպությունը, որ միավորված ազգերի կազմակերպությունը խաղաղություն հաստատի ազգերի մեջ, այդ կոնֆլիկտային իրավիճակները հարթի, որ այդ պատերազմներ էլ չլինի։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Բաց արեք լրահոսը, ձախողվեց նաև ՄԱԿ-ը, միավորված ազգերի կազմակերպությունը, ձախողվում է նաև ցանկացած կազմակերպություն, որը իր վրա վերցնի խաղաղություն հաստատելու միսիան։ Եթե միավորված ազգերի կազմակերպությունը չկարողացավ, եթե ազգերի լիգան չկարողացավ, դա չի նշանակում, որ աշխարհի վրա չի լինելու խաղաղություն։ Ուղղակի պետք է հայտնվի նա խաղաղության իշխանը եւ հաստատի իր թագավորությունը, խաղաղության թագավորությունը, արդարության թագավորությունը։ Ամեն։ Ամեն։ Հազարամյա թագավորության մասին պիտի խոսեմ։ Կա խաղաղություն այսօր։ Իհարկե։ Հայաստանն արդեն 150 տարի է, ոչ մի պատերազմ չի ունեցել։ Ինչի՞ չեք ասում ամեն։ Բա շատ էլ վատ եք անում, որ ասում եք ամեն։ Ասենք ինչի վերջացել է պատերազմը։ Հələ վերջացել է պատերազմը։ Մեր վերքերն արդեն սպիացել են, մոռացել ենք մեր ցավը, մեր զոհերը։ Իհարկե ոչ։ Ինչ եմ ուզում ասել։ Եթե երկրի վրա չկա խաղաղություն, բայց Աստված ամենակարող երկիրը ստեղծեց ուրիշ նպատակով, Սատանան բերեց մեղքը մցրեց աշխարհ եւ քանդեց Աստծո նպատակներն ու Աստծո ծրագրերը։ Բայց միևնույն Աստված իր սկսած գործը հասցնում է ավարտին։ Գրված է իմ Աստվածաշնչի մեջ, նա ով սկսեց այս բարի գործը ձեզանում կհասնի մինչև այն օրն էլ։ Մենք շատ ենք խոսում, թե ինչ պատճառով մեր իրավիճակը դառավ այսպիսի, երկիրը դարձավ այսպիսի մեղսալի, մարդիկ այսքան չար դարձան, այսքան անարդարություններ, այսքան անառակություններ, այսքան վարակներ, այսքան տարերային աղետներ։ Մենք խոսում ենք այդ մասին, բայց շատ քիչ ենք խոսում այն մասին, ինչով պիտի վերջանա այս ամենը։ Եթե կա սկիզբ, ուրեմն կա վերջ։ Ամեն։ Ես լավ լուր ունեմ այսօր մեզ բոլորիս համար, այն ինչ որ տարիներով, տասնամյակներով, արդեն 60 տարուց ավելի, որ ինձ
հույս է տալիս, ինձ մոտիվացնում է ապրելու, դժվարության ժամանակ վերև նայելու, ձեռքով անելու այն հայրենիքին, որը ինձ սպասում է, որին ես եմ ձգտում։ Քո մասին էլ խոսում եմ, թե ոչ։ Աբրահամի նման դու այն հայրենիքին սպասում ես, որին ձեռքով էր անում։ Ասում են նրանք հեռվից տեսան, ձեռքով արեցին։ Ես ամեն օր ձեռքով եմ անում, ամեն օր։ Դու էլ կարող ես անել, այդ իրավունքը քեզ էլ է տրված։ Ավելին, այդպիսի հանձնարարություն դու էլ ունես, ամեն օր ձեռքով արա այն նոր երկնքին, նոր երկրին, իսկ դրանից առաջ հազարամյա թագավորությանը։ Այո, այս երկրի վրա խաղաղության դարաշրջան պիտի կա կլոր 1000 տարի։ 1000 տարի։ Այս երկրի վրա վստահ ես, որ հայերն ու թուրքերը չեն կռվելու։ Այո, շատ եմ վստահ, որովհետև գալու է արդարության թագավորը եւ արդար դատ պիտի անի, արդար դատաստան, ազգերն այլևս պիտի իրար հետ չկռվեն, պիտի տիրի այն, պիտի իրականանա այն մտահղացումը, որ Աստված մտահղացել էր, երբ որ ստեղծեց այս երկրագունդը։ Աստված բարի նպատակ ուներ, Աստված չէր ստեղծել, որ այսքան չարություն առաջանա այս երկրագնդի վրա։ Երկրագունդը շատ է ծանրացել եւ ոչ թե ծանրացել է մարդկանց կշռից, որովհետեւ ոնց ուզում ես այդ անգամ ֆիզիկայի օրենքով ոչինչ չի ավելանում, ոչինչ չի պակասում։ Ջուրը գոլորշացավ, հետո կգա, հետո չգիտեմ, բերքը վերցրեցիր, պակասեց, հետո կգնա, վերջապես։ Ոչինչը չի ավելանում եւ ոչինչը չի պակասում։ Բնության մեջ դա էս ֆիզիկայի օրենք արդեն, ես չեմ հորինել։ Բայց ծանրացել այս երկրագունդը մարդկանց մեղքերի պատճառով, անօրնությունը շատանալու պատճառով, սերը սառելու պատճառով, ավելացել է, ծանրացել է, մենք տեսնում ենք, թե որքան արյուն կա այս երկրի վրա թափված, իսկ արյունը շատ է ծանր եւ խոսումը 6000 տարի առաջ Աբելը իր եղբորը Կայենին սպանեց եւ դրանից անցած 4000 տարի, որից էլ անցել է 2000 տարի արդեն, որ առաքյալը գրում է, խոսում է այդ արյունը։ Երկիրն աղաղակում է, անարդարությունի ասում է, այն վարձը, որ դուք զրկեցիք, Հակոբոսն ասում, այն որ դուք ձեր աշխատողներին զրկեցիք, այդ դրանց աղաղակը բարձրանում է արարչին։ Բարձրանում է, որքան աղաղակա բարձրանում, անարդարության, դատը ծռելու, կաշառքով հարցեր լուծելու, եւ մենք զբաղված ենք կարևոր, թարմացնում ենք, թարմը ջուր ենք ցանում մարդկանց վրա, որ օրհնություն կա։ Մեզ ուրիշ բան է պետք։ Մեզ պետք է Քրիստոսի արյունը, որ սրբի մեր մեղքերը։ Ես սրբված եմ այդ արյունով։ Ամեն։ Թող գա քո արքայությունը։ Այսօրվա մեր պատգամն հենց այս մասին է։ Ուրեմն եկեք պատկերացնենք աշխարհն առանց պատերազմի, առանց հանցագործությունների, առանց ատելության, առանց աղքատության, երբ չկա բնակարանի խնդիր, չկա տարերային աղետ, չկա վախ, չկա տագնապ, չկա բաժանություն, չկա ցավ։ Այդ պատկերացնելու բանը, որ պատկերացնենք, ես պատկերացնում եմ, ես այս հույսով ապրում եմ, ես սպասում եմ այդ օրերին, այս երկրի վրա պիտի լինի, այս երկրի վրա, ամեն, և ուզում եմ իմանաք, որ դա լինելու է, հնարավոր է արդյոք, որ դա լինի այս երկրի վրա, ոչ թե երկնքում, ինչ է ասում Աստվածաշունչը այս մասին, այո, հնարավոր է եւ այն էլ բոլորովին մոտ ժամանակներում պիտի դա տեղի ունենա։ Ամեն։ Զարմացած մի նայեք, ամեն ասեք։ Ես մի բառ ինձանից չեմ հորինում, ինչ որ խոսում եմ ավետարանից։ Սա իմ ավետարանն է պնդում։ Կկանգնեմ ամեն խոսքի հետևում եւ եթե այդ խոսքի համար գնդակահար են, թող գնդակահար են։ Սուրբ գրքի խոսքի հետևում կանգնելուց ես չեմ վախենում։ Ամեն։
Հնարավոր է արդյոք։ Այո։ Աշխարհը կիմանա, թե ինչ է կատարյալ ներդաշնակությունը, աշխարհը պիտի իմանա, որ ամռանը ձուն չգա այլևս, որ ձմեռը ծառերը չծաղկեն այլևս, որ պատերազմներ չլինեն, ազգազգի վրա, ժողովրդի վրա չբարձրանա ու նրանց չսպանեն, աշխարհը պիտի տեսնի ու իմանա ինչ է իսկական ներդաշնակությունը, աշխարհը պետք է տեսնի, որ բոլորովին պիտի դադարեն երկրաշարժերը, տարերային աղետները, ցունամիներն ու փոթորիկները պիտի դադարեն։ Ես ինչ ուտոպիստներ եք, եթե դու քրիստոնյա ես, ուրեմն քո ուտոպիային որևէ մեկի ուտոպիան չի կարող հասնի, այդքան բարձր է։ Ես խոսում եմ այն իրական ապագայի մասին, որ Աստված ինձ խոստացել է։ Եթե ես չի խոստացել, ինչ է իմ արածը ստեղ, դու ես եկել, որ ինչ լսես։ Ասում են, գիտեք, հիմա այդ արագության ժամանակ է, էլի, մի քիչ խոսացեք, մարդիկ թող վռազ եթան, հարցնում են, որ ուր եթան։ Ուր եթան։ Լավ, այստեղից գնում եք, ավելի կարևոր տեղ եք գնում։ Դե կարող եք չգայել, հիմա այն մարդը, որ չեկավ, ինչ եղավ։ Շատ բան եղավ։ Այն ինչ որ պետք է լսեր, չլսեց։ Ռուբիկ եղբայր կմիացնեմ։ Ուրիշ այստեղ լսելը։ Ես որ խոսում եմ իմ խոսալը հիմա իմ դուրը գալիս է, բայց որ միացնում եմ, որ ինձ լսեմ, ասում եմ ձենդ կտրի։ Հասկանում եք։ Այո, երկրի վրա չի լինելու, աշխարհը կիմանա, թե ինչ է կատարյալ ներդաշնակությունը, իսկական խաղաղությունը, տառապանքի եւ ցավի իսպար բացակայությունը եւ ինչ է իսկական աստվածային ուրախությունը, որ մեր մեջ պիտի մարդկանց մեջ լինի։ Ամեն։ Հիշում եք Հիսուս, որ ծնվեց, հրեշտակներն ինչ էին երգում։ Բարձրերում Աստծուն փառք, երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ հաճություն, Հիսուս ծնվելուց հետո դա տեղի ունեցավ, հրեշտակները 2000 տարի հետո տեղի ունենալիք իրադարձությունների մասին էին խոսում են, որ ծնված այդ նույն թագավորն է, որ պիտի հաստատի խաղաղության թագավորը, խաղաղությունը աշխարհի վրա։ Այո, եւ դա տեղի է ունենալու մեր Տիրոջ եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հազարամյա թագավորության ժամանակ, որ այս երկրի վրա է հաստատվելու եւ հաստատելու է մեր Տերը Հիսուս Քրիստոսը։ Ասա հազարամյա թագավորություն։ Եվ ընդհանրապես իմ խորհուրդը ձեզ բոլորիդ Աստվածաշնչի պատմություններին հեքիաթի պես չվերաբերվեք։ Երեխեքին էլ երեխու լեզվով, թե գիտես, Հովնանը, մի մարգարեր, Աստված եւ այլ, պատմեք այնպես, ինչպես տեղի է ունեցել, կարծես դու էլ մասնակցել ես, տեսել ես։ Հենց մեր քարոզիչների խնդրեմը հենց էս է, որ աստվածային ճշմարտությունները հեքիաթի նման են փոխանցում եւ ոչ թե որպես Աստծո խոսք, որպես ճշմարտություն, այո։ Այն ինչ որ գրված է տեղի պիտի ունենա։ Աստված չի ուշացնում իր խոստումը։ Մարդկությունը Եդեմի կորուստից եւ հայրենազրկումից, իսկական հայրենազրկումը դարձից հետո չի եղել, պատերազմից հետո չի եղել, որ մեր երկրից լարել են։ Մեր հայրենազրկումը եղել է Ադամի ժամանակներից։ Աստված ինձ ապրելու համար դրախտ էր ստեղծել։ Ադամը հանցանք գործեց եւ Աստծո առաջ եւ իր սերնդի առաջ, իսկ ես ու դու Ադամի սերունդ ենք։ Իմ առաջ Ադամը հանցանք գործեց, բայց իմ եղբայրը, իմ Աստվածը, իմ Տերը, Աստծո որդին այդ հանցանքն իր վրա վերցրեց, որ ինձ ազատի այդ հանցանքի հետևանքներից։ Ամեն։ Այո, մարդկությունը Եդեմի կորստից եւ հայրենազրկումից հետո կարոտում է կորցրած դրախտին։ Դու չես զգացել, որ հայտնվում ես ինչ որ մի իրավիճակում, երբ որ զգում ես, որ
ներսդ կարոտում է ինչ-որ բանի, անգամ դու չես հասկանում, թե ինչի, հենց այդ կորցրած դրախտինը, այդ կորցրած խաղաղությանը, այդ կորցրած ուրախությանն է ձգտում։ Եվ դա է մեզ հաճախ ստիպում, որ մենք գալիս ենք եկեղեցի, ուզում ենք այդ կարոտը լցնենք։ Եվ Աստծո խոսքը օգնում է մեզ, որ մենք լցնենք այդ կարիքը, այդ կարոտը, փառք Տիրոջը դրա համար։ Այո, ես հիմա ավելի շատ եմ կարոտում իմ հայրենիքին, շատ եմ կարոտում։ Այո, այն խաղաղ պարտեզին, որ Աստված էր ստեղծել, որպես իր ստեղծած մարդը, նաև ժամանակին Ռուբիկը այնտեղ անհոգ ապրեր, անցավ երջանիկ կյանքով ապրեր, որ այնտեղ բաժանում չլիներ, կորուս չլիներ, բայց այդ շրջանը տևեց շատ կարճ, եւ այդ պատմությանը Աստվածաշունչը հատկացրել ընդամենը 2 գլուխ։ Դրանից հետո ամբողջ Աստվածաշունչը խոսում է այս ողբերգական հետևանքների մասին, որ այդ 2 գլխում տեղի ունեցավ։ Այն խոստումների մասին, որ մի օր երկրի վրա հաստատվելու է, հազարամյա մի շրջան է գալու, որ ոչ միայն վերադառնալու է կորցրած Եդեմը, այլ այնտեղ թագավորելու է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Այդ խոստումը տվեց Աստված։ Մարդկության ձգտումը եւ երազանքն այն է, որ տեսնեն այս աշխարհն այնպիսին, ինչպիսին որ պետք է լինի, ինչպիսին այն ստեղծել էր Աստված։ Այդ նպատակով էին 200-250, հիմա այդ հաշիվը արդեն մոռացել եմ, 1700 թվականին էր Բաստիլի գրավումը, այդ ֆրանսիական հեղափոխությունը, ինչ ունեին իրենց նպատակը որներ, եղբայրություն, հավասարություն, խաղաղություն, ուրա։ Մարդիկ մեռան, արյուն թափվեցին, այդ չեղավ, կոմունիստներն եկան ասեցին հավասարություն, վերջ, պրծավ, ստեղծելու ենք մի հասարակություն, որտեղ մարդը նոր մարդ առնելու, այսինքն չէին բավարարվում, որ ասում էին մարդը կապիկից է ստեղծել, այլ կապիկի նման մարդուն համարում էին լավ մարդ։ Տեսանք ինչ արեցին, այդ նոր մարդիկ ինչ արեցին, եղացնել հարամեցին, եղացնել փչացրեցին, այն երկրում, որ այդ գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը ընդունեցին, առնվազն 20 միլիոն մարդու արյուն թափեցին։ Առանց ոչ մի պատճառի։ Դաժանաբար հոշոտեցին, գազանները իրենց ցեղակիցներին այդպես չեն հոշոտում, ինչպես այդ սոցիալիստները, կոմունիստները հոշոտեցին իրենց հայրենակիցներին, ռուսները ռուսներին, հայերը հայերին։ Պետք չէր, որ թուրքերը կային կամ վրացիները կային կամ չգիտեմ ով գար հայերին սպաներ, իրանք հերիք էին էլի, որովհետև կային մուղդուսիներ եւ այլ, եւ հիմա էլ պակասը չեն դրանք, անունները թող Աստված ինքը գիտի։ Այո, մարդկությունը ձգտում է եւ մարդկության երազանքն այն է, որ տեսնեն այս աշխարհն այնպիսին, ինչպիսին որ պետք է լիներ, ինչպիսին ստեղծեց Աստված։ Այո, մարդկությունը ձգտել է, բոլոր մտածող մարդիկ, եթե անգամ Աստծուն չեն հավատացել, բայց վերջապես այն իմաստունը գրում է ինչ որ բան սխալ է, սխալ չէ, իհարկե սխալ է, իսկ ճիշտ բան կա, բայց մխիթարությունը եւ ավետիսը հետեւյալն է, շուտով գալի է արդարության թագավորը եւ հաստատի այդ թագավորությունը։ Ես հավակնություն ունեմ, ես ամբիցիաներ ունեմ այդ թագավորության մեջ լինելու, ավելին, Սուրբ Գիրքը ինձ իրավունք է տալիս եւ նաեւ ճանապարհն է սովորեցնում նրա հետ թագավորելու գործի մեջ լծված լինեմ։ Կարդացեք ձեր գիրքը ու հավատացեք ինչ որ գրված է։ Ապրես բարի եւ հավատարիմ ծառա, քիչ բան, մտիր քո հոր ուրախության մեջ, քիչ բանի մեջ հավատարիմ եղար, շատ բանի վրա եմ դնելու։ Այդ որտեղ է դնելու, այդ ինչ է դնելու։ Սուրբ Գիրքը շատ է խոսում։ Ես հասկանում եմ, որ այս կարճ ժամանակը թույլ չի տա, բայց ես հիմնական բաները կասեմ ու կանցնեմ առաջ։ Այո։
Հռոմեացիս 8-րդ գլխի 22-23 համարներում գրված է, որովհետև գիտենք, որ բոլոր ստեղծվածները մինչև հիմա միասին հառաչում են և ցավի մեջ են, և ոչ միայն նրանք, այլև ինքներս էլ, որ հոգու առաջի պտուղն ունենք, մենք էլ մեր անձերում հառաչում ենք սպասելով որդեգրությանը, այսինքն մեր մարմնի փրկագնմանը, գալու է այդ օրը, հառաչում ենք, մարդու հոգին կարոտում է դրախտին, երկնքին, որտեղ կա հավասարություն, որտեղ կա արդարություն, որտեղ կա արդարադատություն, որտեղ Տերը արարիչն է թագավորում։ Ոչ միայն մենք, այլև ամբողջ ստեղծագործությունն է սպասում այդ օրվան։ Աստվածաշունչն ասում է, որ այո, գալու է այդ երազանքի իրականացման ժամանակը, եւ որ այն հեռու չէ, այդ թագավորության թագավորը ինքն է լինելու, ում հանդերձի և ազրի վրա գրված է, թագավորների թագավոր և տերերի տեր, իմ փրկչի մասին է խոսքը։ Հայտնության 19-16 և նրա հանդերձի և ազրերի վրա գրված էր անունը, թագավորների թագավոր և տերերի տեր։ Սուրբ գիրքն է ասում, ոչ թե Ռուբիկ Թումանյանը, Սուրբ գիրքը, հայտնության գիրքը։ Դա ինչպես է տեղի ունենալու։ Այս սկսենք ստեղից, հայտնություն 20-րդ գլուխ 1-4 համարները։ Եվ տեսա մի ուրիշ հրեշտակի, որ իջնում էր երկնքից և անդունդի բանալին ուներ։ Տեսեք, որտեղից է սկսվում ամեն բան։ Այնտեղ, որտեղից կոտրվեց, այնտեղ ով խանգարեց, ով խառնեց, ով փչացրեց, հենց այնտեղից է սկսվում։ Եվ տեսա մի ուրիշ հրեշտակի, որ իջնում էր երկնքից, և անդունդի բանալիներ ուներ, և մի մեծ շղթա ձեռքին, և նա բռնեց վիշապին, այն նախկին օձին, որ բանսարկուն է, և սատանան, որ մոլորեցնում էր ամբողջ երկիրը, կապեց նրան, հրեշտակներ, Հիսուսը չէ, շատ սովորական հրեշտակ, որին Աստված ուղարկում է մեզ ծառայելու, շատ հաճախ, կապեց նրան, սատանային, բանսարկուին, այն առաջին դևին, այն օձին, որ խաբեց Եվային և Ադամին, և որ բանսարկուն է և սատանան, որ մոլորեցնում էր ամբողջ երկիրը և կապեց նրան 1000 տարով և գցեց նրան անդունդի մեջ և փակեց ու կնիկ դրեց նրա վրա, որ էլ չմոլորեցնի ազգերին, մինչև որ 1000 տարին լրանա, և դրանից հետո նա պետք է կարճ ժամանակով արձակվի, տեսա նաև աթոռներ, և դրանց վրա նստեցին, և նրանց իշխանություն տրվեց դատելու, և հոգիները նրանց, որ գլխատվել էին Հիսուսի վկայության և Աստծո խոսքի համար, և նրանք, որ չերկրպակեցին գազանին, և նրա պատկերին, և չառան նրա դրոշմը իրենց ճակատներին և իրենց աջ ձեռքերի վրա, կենդանացան, և ինչ արեցին, Քրիստոսի հետ թագավորեցին 1000 տարի, ալելույա, այո, մարդիկ դրա համար էր Հիսուսն ասում, մի վախեցեք նրանցից, ովքեր կարող են ձեր մարմինները սպանել, այլ վախեցեք նրանից, որ կարող է և ձեր մարմինը սպանել, և ձեր հոգին գեհենի կրակն ուղարկել, այն մարդիկ, որոնք նահատակվել էին, որոնք Հիսուս Քրիստոսի անունի համար զրկանքներ էին կրել և ապրել էին արդար կյանք, նրանք Հիսուսի հետ պիտի թագավորեն 1000 տարի, ոչ թե իր թագավորության մեջ լինեն, այլ թագավորեն, լսեք, իմ սիրելի քույրեր եղբայրներ, լավ, առաջ չընկնեմ, որովհետև շատ բան եմ նկատի ունեցել, հասցնեմ գոնե մի մասն ասել, այդ թագավորությունը տևելու է 1000 տարի, մենք խոսում ենք այն թագավորության մասին, որ լինելու է այստեղ երկիր մոլորակի վրա, երկիրը լինելու է այնպիսի երկիր, ինչպիսին էր մինչև մեղանչելը, բոլոր անեծքները, որոնք եկան այս երկրի վրա մեղանչելու հետևանքով վերանալու են, հազարամյա թագավորության մեջ կանայք առանց ցավի են ծննդաբերելու, ալելույա, կանայք, ես կուրախանայի ձեր փոխարեն,
Երկրորդ թե երրորդ թորնիկս պետքա ծնվեր, չգիտեմ, Չերեմուշկայի հիվանդանոցում, հանրապետական ծննդատուն է կոչվում, ինչ է կոչվում, վերջապես եւ ես գնացել եմ շոկ էր, թեկուզ սեպտեմբերի 2-ն էր, լավ հիշում եմ, շոկ էր ու տեսա մի նստարան կա ազատ մնացածը սաղ ժողովուրդը խռնված, գնացի ու այնտեղ մի ամիտ խելոք նստեցի, որ հանգստանամ, մեկ էլ մի հատ ճիչ որ չեկա, բաց պատուհանից, վեր կացա ու փախա։ Դուք արդեն կարող եք պատկերացնել, թե ինչ ճիչ էր դա։ Ռուբիկ եղբայր հազարամյակում ծնունդ է լինելու, այո, ծնունդ է լինելու։ Հազարամյա թագավորությունը սկսվելու է հափշտակությունից 7 տարի անց։ Եկեղեցին պիտի հափշտակվի մեծ նեղություններից առաջ եւ մեծ նեղություններից հետո Հիսուս պիտի գա, տեղի պիտի ունենա Արմագեդոնի պատերազմը, պիտի հաղթի։ Հիսուս պիտի հաղթի, ոչ թե աշխարհի զորքերը։ Եվ իր զորությունով պիտի հաղթի եւ սկսվի հազարամյա թագավորությունը։ Բայց ինչքան լավ բան է, Ռուբիկ եղբայր։ Դե հենց լավ բան է, այս լավ բաները ասում են շատ լավ է, որ իրական լինի։ Սա այն պարագան է, որ եւ շատ լավ է եւ իրական է 100%-ով է։ Ամեն։ Ամեն, ամեն։ Եղբայրս ծավ տվեց։ Փառք Տիրոջը։ Զարմացած, անտարբեր մի մնացեք։ Եթե սրանով դուք չեք ուրախանում, ինչը ձեզ պիտի ուրախացնի։ Հիմա որ ասեմ լատարետ շահելու է, չգիտեմ, մի հատ ժիգուլի, հա, լավ զապարոժեց։ Դրանից պիտի ուրախանաս։ Գալու է մի օր ոչ միայն ժիգուլին, ոչ միայն զապարոժեցը, ոչ միայն Rolls-Royce-ը, այլ ընդհանրապես որևէ մի բան, ընդհանրապես որևէ մի բան, քեզ էլ չի հետաքրքրելու։ Ամեն։ Լավ կլինի, որ այսօրվանից այդ մտքով զինվորվես։ Այդ ամեն ինչ անցողիկ է, անցողիկ, անցողիկ։ Եթե կա մարդ, որ երբեմն այդ իր հաշվի համարների զրոները տեսնելով մի քիչ իրան ապահով ազգում, խորհուրդ կտամ ուրիշ բանը դարձրա քեզ ապավեն։ Բարձրալին դարձրա քեզ ապավեն։ Հալելույա։ Այո, փառք Տիրոջը։ Ես զրոներով հաշիվ չունեմ, բայց բարձրալին ունեմ։ Հույս ունեմ, հույս։ Ով կարող է այդ հույսը գնի եւ ինչ գումարով կարող է գնի, եթե այդ հույսը Աստված ինքը չլցնի մեր սրտերի մեջ։ Հալելույա։ Ես արդեն ասեցի, որ այդ 7 տարիները մեծ նեղությունների ժամանակն է, որի ընթացքում եկեղեցին հափշտակվելու է եւ 7 տարի հետո Քրիստոսը վերադառնալու է իր սուրբերի հետ եւ հափշտակված եկեղեցու հետ, որ հաղթի եւ ավարտի Արմագեդոնի պատերազմը եւ թագավորի այս երկրի վրա 1000 տարի Երուսաղեմը լինելու է աշխարհի մայրաքաղաքը, Հիսուսի գահանիստը, Հիսուս Երուսաղեմ քաղաքից պիտի թագավորի ամբողջ աշխարհի վրա։ Իմ Աստվածաշունչը սա է սովորացնում ինձ։ Ես Աստվածաշնչից բացի ուրիշ բան չգիտեմ։ Փառք Տիրոջը։ Ոմանք կարող են հարցնել, բացի հայտնության գրքից էլ որտեղ կա գրված այդ թագավորության մասին։ Շատ լավ հարցեր եւ ես ուրախությամբ ասեմ, բազմաթիվ տեղերում, դե կարդալ լսանք, ու շատ էր, կարող ես համարները գրել, տանը կարդալ, կարող ես ուղղակի լուրջ չվերաբերվել, ընտրությունը քոնն է։ Եսայա 55:12 Եսայա մարգարեություն 55-րդ գլխի 12 խոսքը, քանի որ ուրախությամբ պիտի ելնեք ու խաղաղությամբ պիտի առաջնորդվեք, լեռներն ու բլուրները ձեր առջև ցնծությամբ պիտի աղաղակեն եւ դաշտի բոլոր ծառերը ծափ պիտի զարկեն։ Ռուբիկ եղբայր մարգարեությունը մարգարեացել է, այսի խորհրդավոր ինչ որ մի բան է։ Ոչ, սա իրականություն է։ Արդյոք եղել է, որ արդեն դու ուրախությամբ արթնանում ես, խաղաղությամբ առաջնորդվում ես, գնում ես չոր տեղը կանաչ է բուսնում, լեռները
հույրասեր են, կանչում են քեզ։ Երբ է եղել։ Հա, Պողոսի ժամանակ է եղել։ Հա, ո՞ր Պողոսի։ Ո՞ր Պողոսի։ Է որ գլխատեցին։ Չէ, Պետրոսի։ Հա, է որ թարս խաչեցին։ Չէ։ Էդի շուտ է եղել։ Հակոբի ժամանակներում նահապետ, հա, այն որ գերության էր գնացել Եգիպտոս, որ ժամանակներում ասեք։ Չի եղել, բայց պիտի լինի, որովհետև գրված է։ Ամեն։ Եսայան ասում է, որ այդ լինելու է ուրախության թագավորություն։ Հազարամյա թագավորությունը լինելու է ուրախության թագավորություն։ Ուրախություն։ Այն որ Հիսուսն ասում էր իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ թե այն որ աշխարհն է տալիս, այլ իմ խաղաղությունը։ Ուրախությունը։ Ուրախ եղեք, առաքյալն ասում է դարձյալ ուրախ եղեք։ Ուզում եմ հարցնեմ, անկեղծ եղեք, առանց դերասանության։ Դուք ավելի շատ տխրում եք, թե ուրախանում եք։ Այսինքն պատճառը ավելի շատ ձեզ տխրելու է լինում, թե ուրախանալու։ 10 րոպեից աղում ես 3 ժամ մտախոհ ես, հիմա սրա տակից ոնց պիտի դուրս գաք։ Երբ պիտի գա ուրախության թագավորությունը, իմ Տերը, իմ Փրկիչը խոստացել է ինձ եւ ձեզ, որպեսզի գա ու հաստատի այդ թագավորության մեջ լինելու է միայն ուրախություն, այդ թագավորության մեջ տխրություն չի լինելու։ Ոնց եմ կարոտել։ Եսայա 2:4-ը եւ նա հեթանոսների մեջ դատաստան պիտի տեսնի եւ շատ ժողովուրդների պիտի հանդիմանի եւ նրանք իրենց սրերը խոփերի եւ իրենց նիզակները էտոցներ կշինեն ազգ ազգի վրա սուր չի բարձրացնի այլևս պատերազմ չի լինի եւ պատերազմ չեն սովորի հալելույա լինելու է համընդհանուր խաղաղություն, պայմանավորվում են արդեն գոնե, ես որքան հիշում եմ պայմանավորվում են սպառազինություն, ինչ սպառազինություն կրճատել, շատացնում են, հասցրել են մինչև տիեզերք, հանել են մինչև տիեզերք, մի անգամ չէ, 10 անգամ չէ, 100 անգամ կարած ոչնչացնել, ուր ես հանում, հանում ես, որ ինչ անես, տիեզերքը լիքը, զենքերով, լիքը, են որ արբանյակ են բաստողում, այդ արբանյակը գնման դեղ ինչ անի, տուրիստական մարշրուտը, հա? Խաղաղության դարաշրջանը պիտի սկսվի և այդ բոլոր արբանյակներին պիտի իջացնեն, բոլոր զենքերը պիտի ոչնչացնեն, որովհետև գրված է, իրենց սրերը խոփերի կփոխեն և իրենց նիզակները հետոցների, այսինքն դարձնելու են հողը մշակելու գործիք, ինչու էր այս մասին գրված, որովհետև այս ժամանակ ֆերմերական հասարակություն էր, այդ մասին պետք է գրեին, բայց կարող է հիմա կամպյուտեր շինեն, չգիտեմ, արհեստական բանականության, չգիտեմ, հասկանում եք, պետք է լինի խաղաղություն, պատերազմները վերջանալու են ընդմիշտ, այո, երկինքը իջնելու է երկիր, հիմա, եթե այսպիսի մոտիվ չունես դու, դժվարությանը չես կարողանալ դիմանալ, հաղթահարել, այսա պիտի մենք շատ սրանց մասին խոսենք, որ երբ որ կա կշռելու, չափելու ժամանակը իմանանք ինչ ենք կորցնում, որ ինչ գտնենք։ Հիսուսն ասում էր, եթե մեկը չթողի սա իմ հետևից չի կարակա, ինձ արժան չի լինի։ Այսինքն ես որ սա թողում եմ, որ ինձ համար շատ թանկ բան է, արժի, որ ես Հիսուսի համար այսքան բան թողեմ։ Ես էլ ասում եմ արժի, փառք Տիրոջը։ Ասեցի, որ լինելու է համընդհանուր խաղաղություն։ Հովելը գրում է, որ այդ թագավորությունը լինելու է առատության, բարգավաճման թագավորություն։ Աշխարհը առանց զենքի չի եղել երբեք։
Ես չգիտեմ Կայենը Աբելին ինչով սպանեց, քարով սպանեց, թե դանակով սպանեց, բայց սպանեց։ Ինչով որ կարող ես մարդ սպանել, դա զենքը։ Կայենի ժամանակներից աշխարհը միշտ եղել է զենք, լիքը գնալով շատացրել են, զարգացնում են։ Հովելը գրում է, որ լինելու է առատության, բարգավաճման, թագավորություն, Հովել 2:21-25, մի վախեցիր, ով երկիր, ցնծա եւ ուրախացի, քանի որ Տերը մեծ բաներ է անում, ով դաշտի անասուններ, մի վախեցեք, քանի որ անապատի արոտները կանաչելու են, քանիստ եք եղել Իսրայելում, այնտեղ շատ անապատներ կան, անգամ Արարատյան դաշտավայրում շատ աղիացած հողեր կան, որոնք բերքատու չեն, մենակ ինչ որ տեսակի մոլախոտեր են աճում, իրանց էլ, չգիտեմ, ժողովրդական լեզվով ասում են շորհան, այսինքն աղն է վերցնում, հողից հանում, այդ բույսը սնվում է աղով, այդ չլուծվող աղերով, բայց նայեք տեսեք, ով դաշտի անասուններ, մի վախեցեք, քանի որ անապատի արոտները կանաչելու են, քանի որ ծառն իր պտուղը նետալու, թզենին ու որդն իրենց զորությունը պիտի տան, եւ դուք, ով Սիոնի որդիներ, ձեր Տեր Աստծով ցնծացեք եւ ուրախ եղեք, քանի որ նա չափավորապես առաջին անձրևը ձեզ կտա, ձեզ համար անձրև կիչեցնի, առաջին ու վերջին անձրևները առաջին ամսում, եւ կալերը ցորենով կլցվեն եւ հնձանները գինիով եւ յուղով կհորդեն։ Այդ երբ է եղել, որ այսքան առատություն է եղել երկրի վրա, այդ որ թվին է եղել։ Պատմաբաններ, խոսեցեք, տեղյակներ, պատմեք։ Այդ որ հեքիաթային երկրում է եղել, որ պատմությունն ու մարդկությունը չգիտի, բայց իմ Տիրոջ հաստատած հազարամյա թագավորությունը պիտի լինի։ Հայաստանում հատկապես հիմա եւ մի ամիս հետո շատ լեռներ կան, որ ուղղակի այրված են, այդ լեռներում պիտի առատ խոտ բուսնի, անասուններին արածացնել պետք չի լինի, որովհետև ոչ գողեր են լինելու, ոչ էլ գազաններ, որովհետև այն ժամանակ գազանների փոխհարաբերությունը շատ ցիվիլ է լինելու, հալելույա, հիմա տեսեք, Եսայա 11:6-ը, եւ գայլը գառան հետ կբնակվի, եւ ընձառյուծը ուլի հետ կպարկի, եւ որդն ու առույգ առյուծը, եւ պարարտ զովարակը մեկ տեղ կարածեն, ու դրանց մի փոքր երեխա կքշի, եւ կովը արջի հետ կարածի կամ կճարակի, նրանց ձակերը մեկ տեղ կպարկեն, եւ առյուծը արջի պես խոտ կուտի, հարթ կուտի, ու կատնակեր տղան իժի բնի վրա կխաղա, եւ կաթից կտրվածը ձեռքը քարբի բնի վրա կդնի, նրանք չեն վնասի եւ չեն ապականի, իմ ամբողջ սուրբ լեռան վրա, քանի որ երկիրը Տիրոջ գիտությունով է լցվելու, ինչպես ջրերը ծովն են ծածկում։ Երբ աղել է ժամանակը, գալու է այդ ժամանակը, այո, ես նորից կրկնեմ, ես ոչ միայն սպասում եմ, որ այդ թագավորության մեջ պիտի լինեմ, ես հավակնություն ունեմ մասնակցել այդ թագավորության մեջ, թագավորելու Հիսուս Քրիստոսի հետ։ Ամեն դեպքում ձգտում եմ, ամեն դեպքում փափագում եմ։ Այստեղ հենց այնա, որ ասում են մեջտած նևրեդնը։ Բայց ոչ միայն նևրեդնը, այլ իրականը, այո, մենք հեքիաթի չենք հավատում, այլ հավատում ենք Աստծո խոսքին, հազարամյա թագավորությունը, այն թագավորությունն է, որի համար ամեն օր աղոթում ենք և խնդրում մեր երկնավոր հորը, որ հաստատի երկրի վրա
Եվ ես իզուր չէր, որ ձեզ ոտքի վրա կանգնացրած կարդալ տվեցի։ Ուրեմն դուք այսպես աղոթք արեք. Հայր մեր, որ երկնքումն ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը գա, քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Թող գա, թող գա։ Ամեն օր դու աղոթում ես, չէ՞ հայր մերը։ Ամեն օր ասում ես, Տեր, ուրա բա, արի, բեր, հաստատի։ Այդպես չի։ Հենց էտա։ Ես ամեն օր աղոթում եմ, ես ամեն օր հայր մերն ասում եմ, ուրեմն ես ամեն օր սպասում եմ, որ Տերը գա ու հաստատի այդ թագավորությունը։ Ամեն։ Ես խոսում եմ քրիստոնեության մասին, ես չգիտեմ ով քրիստոնեությունը ինչ է դարձրել և ինչ է պատկերացնում, ինչ օգուտ պիտի լինի քրիստոնեությունից, իմ ամբողջ սպասելիքը հավիտենության մեջ է, սկսած հազարամյայից։ Ամեն, փառք Տիրոջը։ Արդեն շուրջ 2000 տարի է, որ միլիոնավոր հավատացյալներ աղոթում են, որ այն հաստատվի երկրի վրա։ Ամեն։ Եվ հազարամյա թագավորությունով պիտի իրականանա մեր և մեզանից առաջ Հիսուսի սովորեցնելուց հետո բոլոր հայր մեր աղոթողների երազանքը պիտի, աղոթքը, խնդրանքը պիտի կատարվի։ Հազարամյա թագավորությունը պատասխան է մեր աղոթքների։ Թող գա քո արքայությունը երկրի վրա այնպես, ինչպես երկնքում։ Ամեն։ Թող գա, արի Տեր, արի։ Ալելույա։ Ես պիտի վերջացնեմ, բայց լավագույն հատվածներ են մնում, ինչ անեմ, ձեր հանկարծ մի քիչ երկարացնեմ, ձեր միկրովալնովկեն միանա հավեպի, հետո գնաք սառացլնի, ինչ պտի ասեք, դե ասեք, չէիր կարա շուտ վերջացնեիր, կգայինք կհասնեինք մեր հավը տակ կուտեինք։ Ներեղություն, այո, եթե հանկարծ իմ ասացի մեջ փոքր իրոնիակա այդ ինձ է վերաբերվում, ձեր չի վերաբերվում։ Այո, քո թագավորությունը կա, թող կա քո թագավորությունը, լինի քո կամքը։ Աստծո թագավորությունը մեր հոգևոր ժառանգությունն է և երբ Հիսուս գա և հաստատի իր հազարամյա թագավորությունը, բոլոր նրանք, ովքեր իրենց մեջ կրում են Աստծո թագավորությունը Սուրբ Հոգու միջոցով, Հիսուսի հետ մտնելու են երկրի վրա հաստատված նրա թագավորություն և թագավորելու են նրա հետ 1000 տարի։ Հետո նորա, դրանից հետո է նոր երկինքը և նոր երկիրը սկսվելու և արդեն հազարամյայից հետո երկիրը և նրա վրա եղած ամեն բան, ինչպես Պետրոսն ասում, կրակով պիտի այրվի, անցնի, տարերքը պիտի հալվի և սկսվի հավիտենությունը, որտեղ արեգակ չի լինելու, որտեղ լույս չի լինելու, այլ տաճար չի լինելու, որովհետև Քրիստոսը և արեգակն է հավիտենության, և լույսն է, և կյանքն է, և աղբյուրն է, և ամեն բանը։ Ամեն, ամեն։ Այո, երբ Հիսուսն սկսեց քարոզել, քարոզում էր այսպես։ Մատթեոս 4:17, այն ժամանակից Հիսուս սկսեց քարոզել և ասել. ապաշխարեցեք, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը։ Հիսուս չասաց, եկել է երկնքի թագավորությունը։ Միայն ասավ, որ Աստծո թագավորությունը ձեր մեջ է։ Այո, հիմա Աստծո թագավորությունը մեր մեջ է, բայց այս երկրի վրա մենք աղոթում ենք, որ գա ու հաստատվի։ Ամեն։ Ամեն, 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 ամեն։ Այսօր Աստծո թագավորությունը մեր մեջ ունեցածներս անպայման կլինենք այդ թագավորության մեջ։ Ունես Աստծո թագավորությունը, քո մեջ է այսօր։ Աստծո թագավորությունը, որ ձեր մեջ է, արդարություն է, խաղաղություն է և ուրախություն Սուրբ Հոգու միջոցով։ Ամեն։ Եթե դու ունես, ուրեմն այդ թագավորության մեջ դու մուտք ունես։ Ամեն։ Մենք երկրի վրա ապրողներս ձգտում ենք ապրել սուրբ, արդար, բարեպաշտ, աստվածահաճո կյանք։ Այո, Սուրբ Հոգին օգնում է, բարեխոսում է, բայց միևնույն է, մենք իսկական արդարություն, խաղաղություն և ուրախություն կունենանք, երբ Հիսուսը վերադառնա, սատանային կշղթայի և
այս ամեն չարիքի պատճառը պահվելու է աշխարհի ամենահուսալի բանտում, որի անունը անդունդ է կամ գուբ, որից սատանան երբեք չի կարող փախչել։ Ամեն, ամեն բանտերից ինչ որ ելք են գտնում, մարդիկ փախչում են, բայց հրեշտակի շղթան շատ ամուր եւ այդ անդունդը շատ ախորը, աշխարհի ամենաապահով բանտն է, միակ բանտարկյալի համար։ Ալելույա։ Այնպես որ սատանան կապվելու է եւ պահվելու է բանտում 1000 տարի։ Իսկ 1000 տարուց հետո Տերը նրան գցելու է կրակի լիճը, ընդմիշտ։ Հարցերը լուծված է։ Այնպես որ սատանայի դատաստանը հեռու չի։ Ընդհանրապես։ Լավ, ես վերջացնեմ, բայց այստեղ Ղուկաս 19:17 եւ նրանց ասավ. ապրես բարի եւ հավատարիմ ծառա, քանի որ քիչ բանի մեջ հավատարիմ եղար, 10 քաղաքի վրա իշխանություն ունեցի, այդ որտեղ պետք է այդ քաղաքը լինի։ Որտեղ։ Հազարամյայի 10 քաղաք, 5 քաղաք։ Մեծ պիտի կոչվի, փոքր պիտի կոչվի։ Անհոգ մի ապրեք ձեր կյանքը, Աստված ձեզ շանս է տալիս, հազարամյայի մեջ եւ հավիտենության մեջ, իսկապես Հիսուսի հետ թագավորելու, կին ես, տղամարդ, երիտասարդ, ինչ կարիերայի ես սպասում, ավելի մեծ կարիերա չկա, ես չգիտեմ կարող էի, ես ուրիշ կարիերա ընտրել, ես չգիտեմ ուրիշ մարդ դառնալ, ես չգիտեմ ինչ կդառնայի, եւ մինչեւ ուր կարող էի հասնել, բայց ես սխալված կլնեի, մեծ հաշվով, շատ մեծ կորուստ կունենայի։ Երբ որ դեռ դպրոցում կոմերտական չէի ընդունվում, արդեն 10-րդ դասարան էինք, շատ խելացի տնօրեն ունեինք, ինձ մի օր կանչեց, ասավ, լսի տղա ջան, ես գիտեմ, որ դու մեծ ապագայի տղա ես։ Եվ որտեղից գիտեր, ես չգիտեմ։ Բայց քեզ մի բան ասեմ, եթե դու չդառնաս կոմերտական եւ չդառնաս պարտիական, դու կարող ես դոկտոր դառնալ, չգիտեմ ինչ դառնալ, բայց չես կարող մի փոքր հիմնարկի ղեկավար դառնալ։ Եվ նա ճիշտ էր ասում։ Ինձ համոզում էր, որ ես դառնամ կոմերտական, հետո պարտիական։ Ես ասեցի, շնորհակալ եմ, այս ժամանակ այդպիսի բան խոսել աշակերտի հետ շատ անմեղ չէր, անգամ տնօրենի համար, որովհետեւ իրանք կանչեինք, ասեն, ես ինչ խաբար է։ Ասեցի, շատ լավ հասկանում եմ, դուք ինչ եք ասում, անգամ գնում եք ռիսկի, բայց սա իմ մտածված որոշումն է։ Նայեց ինձ, ասավ քեզ հաջողություն։ Այո, ես հաջողված մարդ եմ, դժվարություններ տեսել եմ լիքը, չարչարվել եմ լիքը, պակասություններ տեսել եմ լիքը, գոնե վերջի 10 տարիների ընթացքում իմ տառապանքն ու իմ անցած ճանապարհը, բայց ես երանելի մարդ եմ։ Քիչ մնաց, միասին ենք լինելու։ Ամեն։ Ես հաջողվել եմ, Աստված իմ մեջ հաջողել է, ինքը հաջողել է, Տիրոջ շնորհքը հերիք է եղել, որ ինպես մեկին դարձնի ինչ որ պետք է կան։ Եվ ես հավակնություն ունեմ, ինչ կա որ։ Ես հավակնություն չունեմ Երևանի քաղաքապետ դառնամ, ինձ պետք է Երևանի քաղաքապետը։ Հազարամյայում միգուցե Նազարեթի քաղաքապետ նշանակի տերի ինձ, կամ միգուցե Նյու Յորքի քաղաքապետ։ Կատակում եմ, բայց այդ կատակի մեջ ճշմարտություն կա։ Այո, գիտեք, նաև ես թղթերս ծալեմ, էլի մի բան ասեմ։ Այդ թագավորության մեջ, հանկարծ որ Ամերիկայի արդար թագավորների նախագահները, որոնք հիմնել են Ամերիկան եւ արդարությամբ նախագահել են, եթե հանկարծ նրանք էլ հազարամյա թագավորության մեջ Հիսուսի հետ թագավորեն չզարմանաք։ Եթե
Հայաստանից էլ միգուցե արդար թագավորներ եղել են, որոնք լինեն այդ թագավորության մեջ թագավորություն, վաղեմության ժամկետ չկա եւ Հարվարդի համալսարանի դիպլոմ իրանցից չեն պահանջելու, որովհետեւ Հարվարդ չի եղել այն ժամանակ։ Հասկացաք։ Այն ժամանակ եղել է Քրիստոսի արյունը, եղել են արդարներ, որոնք արդարացել են Քրիստոսի արյունով։ Ամեն։ Այնպես որ, եթե ձգտում եք Հարվարդն ավարտել, ավարտեք, վատ չի։ Բայց վերին կոչումի մրցանակը, որ անցած անգամ ես խոսում էի, վերին կոչումի մրցանակը դա վեր է ամեն դիպլոմից, ամեն տիտղոսից, ամեն կոչումից եւ ընդհանրապես ամեն ինչից։